Բարև բոլորին, ես շարունակում եմ իմ վիդեո դասերի շարքը եւ այսօր մոդելավորելու եմ այս կահույքը, ուրեմն ինչից ենք սկսում, այստեղ վերցնում ենք box, նախ մի հատ համոզվենք, որ մեր unit setup-ում, customize-ի միջից unit setup-ում այստեղ millimetr եւ այստեղ millimetr դրված լինի, stack չափերով ենք աշխատելու Եվ այստեղ մի հատ box եմ կառուցում, այսենց ավելի ճիշտ կլինի այսպես, և ես այստեղ չափերը դնում եմ, այսի լինելու է 400, այսի լինելու է 900 սա էլ լինելու է 420 այսպես և սրանց հետո գալիս ենք հայարխի ստեղից սեղմում ենք effect pivot only որպեսզի այս pivot-ը գա բերենք այստեղ այս effect pivot only ժամանակ միացնում ենք մագնիսը միջից համոզվում ենք, որ այստեղ vertex-ը միացած է, եթե միացած չի միացրեք, այստեղից այս pivot-ը բերում դնում եմ եզրին ու այստեղ այս մագնիսն անջատում եմ արդեն և x-ով և y-ով զրոյացնում եմ կորդինատները, որպեսզի ինքը գա այս եզրը լինի մեր այս տարածության կենտրոնում, որտեղից որ մենք հաշվենք մեր զրոն, սա դառնալու է մեր զրոյական կետը, edit poly գործիքն եմ նշանակում իրա վրա, ասում եմ այստեղ մի հատ նշում եմ այս բոլոր այս զուգարգծեր, զգուշ եղեք, սենց չնշեք հանգարց այս կողքի գծերն էլ, այսենց նշում եմ connect եմ տալիս, մի հատ գիծ եմ ստեղծում այստեղ, այս գիծս բերում եմ, պետք է բերեմ այստեղ տեղադրեմ, բայց այստեղ իմ չափը 18 mm պիտի լինի, ըստ կահույքի նորմերի, այստեղ 18 պետք է լինի, հիմի ես այստեղ x-ով պետք է տեսնեմ, որ իմ մոտ 25 է դրված, 18 դառնամ, հետո ես մի հատ գիծ նորից ստեղծում, ստեղից նորից connect և այստեղ պետք է 900-ից հանենք 18, այսինքն 882, մի հատ էլ այստեղ ենք դնում, հետո երկու գիծ, այսի մի հատ այս վերևի հատվածում, մի հատ ներքևի հատվածում, այդտեղ ենք գծեր դնում, մի հատ այստեղ եմ դնում վերևը, ներքևը դնենք, այս պահին մի հատ 18 z-հով, արդեն z առանցքով, բարձրության համեմատ, այսպես մի հատ էլ բարձրությունը մի հատ connect-ես տեղ ենք ստանում և բարձրությունը քանի որ ունենք 420, այսինքն սա պետք է լինի 402 Սա էլ 402 դրեցի, այսի հավասարաչափ բոլոր կողմից 18 mm մեր օբյեկտի եզրերից գծեր ունենք։ Սա ներկառուցվող կահույք է, դրա համար ես այստեղ պետք է դռները դեպի ներս գնացած լինեն, այսինքն դեպի ներս ունենանք։ Այստեղ ես ասում եմ, որպեսզի մենք հաստություն ունենք ներսի հատվածում, ասում եմ, որ սա extrude լինի և ոչ թե դեպի դուրս, այլ հակառակ դեպի ներս և քանի որ 400-ը հանած 18, 382 mm-ով ներս պետք է գնա, մինուս 382, այսպես, ասում եմ իրան, տեսնեմ alt x-ով տեսնենք ճիշտ է գնաց, այո, ճիշտ է, և այստեղ նորմ կա, որ դռների միջև, ասենք, եզրերի, դռների կահույքի հարթությունների սահմանները, որ բաժանում են, դա 3 mm դա այստեղից կարող ենք ասենք is է հետ, ասեմ այստեղից 3 mm, ասում ok, control shift-ը սեղմած, այս պոլիգոնը սենց դուրս ենք վերում, բայց ասում ենք clone to object, ոչ թե element, ինչի համար եմ դա անում, հիմի ուրեմն
Այսա այստեղ այս երկու գիծը նշում եմ, ասում եմ connect, մի գիծ ստեղծեց կենտրոնում, այստեղ ասում ենք chamfer, այսպես chamfer, այստեղ ասում եմ 1.5, ինչի համար, որտև երկու կողմից, եթե ինքը հեռավորություն ստեղծի գծից, այսինքն երկու կողմից հեռավորությունը կլինի արդեն ոչ թե 3, այլ 6, ես քանի որ 3 պետք է ունենամ, նշանակում 1.5 եմ դնում, այսպես, այս գիծը հանում եմ և այստեղ ասում եմ open, այսպես, ես այս հատվածն ունեցա, այստեղից ես դուրս եմ գալիս և այստեղից ասում եմ shell, այսինքն հաստություն եմ տալիս, սա իմ դռներն են լինելու, այս փոքր հատվածի դռները, ուրեմն այստեղ ասում եմ shell, բայց ոչ թե outer amount, այստեղ զրոյացնում եմ, այստեղ ասում եմ նորից 18 մմ, այս էլ այսպես ստացա, ես նորից edit poly եմ դնում, ասում այս էլեմենտը detach լինի, այսին տարբեր լինեն սրանք, և այս pivotները արդեն կարող եմ ասեմ, որ ամեն մեկի վրա իրենց կենտրոնում ներվեն, այս երկուսը վերցնում տանում եմ դեպի ներս, ոնց ենք տանում, այստեղ գալիս ենք այս եզրին ենք մոտեմ, իդեպ այս pivot-ը մենակ այս y առանցքով եմ միացնում, և ստեղից սենց բվերցնում, տանում եմ այստեղ, ասում ենք, որ ինքը դեպի ներս գնա, այսքան, ուրեմն սրանից հետո, եթե ուզում ենք ասենք այս հատվածում, մենք կարողանանք այս դուրը բացենք, այս հատվածը, այս դռնակը, ստեղ նորից պետք է pivot-ը տեղափոխենք այստեղ, այստեղ պետք է լինի, այստեղ, Իվայկը, այստեղ ավելի ճիշտ, ես սխալ տեղադրեցի, այսպես, մագնիսը բայց միացված անպայման, այսպես մենք կարանք այս դուրը բացենք, այսենց, դրան հատվածների, այսին կարանք ղեկավարենք իրեն, եթե սա էլ ենք բացում, pivot-ը բերում դնում ենք այստեղ, սրա pivot-ը, ասում ենք անպայման XYZ-ով, որպեսզի կարողանանք վերցնենք, այսպես, սա եմ այս հատվածը, այստեղ մենք այսինց ռուչկաներ, բռնակներ, այստեղ կարանք ասենք, որ փոքրիկ չափեր չունենք այդ բռնակների ասով, այստեղից ուրեմն edit poly ենք դնում, իրան ասում ենք, որ այսինց դուրս գայինք այս հատվածից, այսինց պայմանական եմ այս ամեն ինչ անում, մոտավոր չափերով, այստեղ մետ տեսնեմ ինչքան եմ բերելու, այս հատվածում, հայդեպ ստեղ ես էքստրուդով չարեցի, բայց դուք էքստրուդով հստակ չափերով կդնեք, այսինքն եթե այստեղ օրինակի համար 10 մմ է, այստեղ եմ 10 մմ ասում, այսեմ ասում 10 մմ, տեսնում որ այդքան էլ ընդեղին հավասար չափով ոնց որ դեպ չի դրվել, ասում այսպես,
8 mm են տալիս իրան, եթե ուզում եմ ներքին այս ներսի պոլիգոնը նշեմ, ես պետք է մի պահ էսի ասեմ սենց, այս ներքին, այս ներսի պոլիգոն նշում, այստեղ էքստրուդով կարիք չկա, այս շիֆտը սեղմած դուրս եմ վերում, մի վայրկյան, շիֆտը սեղ, այստեղ մագնիսի մի պահանջատում եմ, այսենց, հետո մագնիսի միացնում, ասում, որ Y-ով սա սրան հավասար լինի։ Այսքանը, այսպես, սայլ եմ դնում նույն գույնը, ավելի մուկ, ավելի ճիշտ, այստեղ մենք, որպեսզի հասկանանք, որ արդյոք սա մեր այս հատվածի իսկապես կենտրոնում է գտնվում, բարձրությամբ դեպի բարձրացել է Z-ը և Y-ը մեզ էական կարևոր չի, որտեղ Y-ով մենք վստահենք, որտեղ քանի որ ավտոգրիդը միացած ենք բոքսը ստեղծել այս հատվածում, այսինքն հենց այդ պատի վրա է ստեղծվել, Y-ով ճիշտ է դրված, Z-ով նորից մենք այստեղ բարձրության հետ կապված խնդիր չունենք, բայց այս X-ով պետք է համոզվենք արդյոք ինքը այստեղ կենտրոնական հատվածում է, թե կենտրոնի ձախը, թե կամ աջ։ Որպեսզի այդ ճշտենք, այստեղ գալիս ասում եմ ես line, սրա վրա եմ սեղմում, այս մոդելի վրա, և մենակ X, այս Y-ն ու Z-ն անջատում ենք, մենակ X-ով, այս X position-ով, ասում ենք center, այսենց 100%-անոց ճշգրտությամբ ինքը եկել է կենտրոն։ Նույնից shift-ով copy ենք անում, իհարկե այս ամեն ինչը կարող ենք անենք մի դուրը, այս բռնակն էլ հետը, ասենց copy անենք, տանենք այս կողմ։ Ամեն դեպքում, այս ինչ որ անում ենք Max-ի մեջ, Max-ի մեջ շատ նույն ֆունկցիա, նույն գործը կատարելով տարբեր մեթոդներ կան, բայց ես տարբերակով եմ սարքում, դուք եթե տիրապետեցիք գործիքին, կարող ավելի կարճ ճանապարհով կառուցեք այս ամեն ինչը։ Ես դերեցի, նորից այս նշում եմ այս օբյեկտը, align-ի վրա եմ սեղմում սրա վրա, X-ով ասում center, OK եմ ասում, այսքանը սարքեցի ես։ Հիմի ես այստեղ գալիս եմ, իդեպ սրանք կարող ենք ասենք մեկ սրանց գրուպ, եթե ուզում ենք ասենք այս հատվածում որ դուրը բացեցինք, բռնակն է հետը դուրս գա, պետք է գրուպ անենք կամ attach անենք սա սրան։ Օրինակ եմ, attach-ը, այստեղից գրուպ եթե չեմ անում, այստեղից գալիս եմ ասում attach, այս սրան։ Բայց այս attach-ի պարագայում միշտ գիտեցեք, որ գույնը նույնն է դառնում, այսինքն սա էլ որ attach անեմ սրան, նույն գույնով են լինելու, իսկ գրուպի պարագայում կարանք տարբեր գույներով ունենանք մոդելներ և իրենք մի անվան տակ, մի ընտանիքի տակ լինին ոնց որ ընդհանուր նույն գործիքը կաշխատի դրանց վրա, մի անուն լինի, մի գույն, գրուպի պարագայում տարբեր գույներ ունենան, բայց շարժվենք օրինակի համար, այստեղից եթե ես rotate ընտրեմ, նորից կարող եմ այս հատվածը արդեն բացեմ, բայց այս բռնակը սրա հետ է լինելու։ Հիմա ես գալիս ասում եմ, որ ինձ պետք է մի հատ այստեղից 18 mm-ով առաջ գալ, այստեղ ասում եմ, որ այստեղից ասում եմ, որ այսենց connect եմ գնում, մի հատ այստեղից ասում եմ, որ այս գիծս արդեն Y առանցքով նայեք այսենց պետք է ինքը լինի 380, եթե այստեղ 400 ունենք, 382, այստեղ մի հատ գիծ ստեղծեցի, ինչի, որտև այս հատվածից բարձրանալու եմ վերև, այստեղից պետք է ասեմ 420 է, ընդհանուր 2100 էլ, այսինքն եթե 420 հանում ենք այստեղից, լինում 1680, այստեղից extrude ենք անում, այստեղ group ենք ասում,
extrude նախքին թիվն է հիշում ինքը, դրա համար այստեղ թիվը փոխելով ամեն ինչ կկարգավորի 1680 վերքեն 1600 Այս հատվածը ես ստեղծեցի, ուրեմն ես այստեղ տեսնում եմ, որ երկու մասի բաժանված այս հատվածներս մեկը բաժանվել են, որտեղ այս հատվածում աջ կողմում կարծես կախիչներ են, այս հատվածում երկու հատ եւ այստեղ իսկ ձախ հատվածում կարծես հայելի է կախիչների հատվածը Եզնենք որն ավելի առաջ եկած Կախիչների հատվածը կարծես առաջ եկած ես այստեղ պայմանական եմ անում եթե ես ասենք 18 մմ-ով այս սա եմ առաջ բերում այս կախիչի հատվածը այստեղ հայելին է ասենք լինելու այստեղ գալիս եմ որ տեսնեմ որ այստեղ ունենք մի հատ ոնց որ պրոֆիլ որ այդ պրոֆիլով sense ոնց որ մի հատ կարնիզանման բան է պատտվում եզրով այսինքն գալիս եմ այստեղ գծերը նշում եմ գծերը նշում եմ այս էլ Ctrl-Z սեղմում որտեղ մի բան շարժվեց սրանց ասում եմ create shape from selection այստեղից ասում ենք այս պատոհանի վրա եք սեղմում OK եմ ասում ես այդտեղ այսինքն իմ 3D մոդելից երաչափ մոդելից ունեցա ես մի հատ ստեղծեցի մի հատ line որն որ կարող մի պատուր բերեմ այս line-ը նորից տանում իր կետը իր տեղում եմ թողնում եւ այստեղից իր վրա նախշ եմ դնում ասում որ նախշով հատուկ պրոֆիլով ինքը շարժվի sense ասում որ այստեղ մի հատ պրոֆիլ եմ գծագրում Shift-ը սեղմած վերքան Ctrl-Z-ը լայների մեջ հետ քայլ չի կատարվում այս հատվածում ես գիտեցեք backspace-ով եմ ես հետ քայլ կատարում Shift-ը սեղմած պահում եմ ինքը 90 աստիճաններով է թեքում այս հենց մատ ուզոր ստացա ես այստեղ ասում փակում եմ լայնը իհարկե ես վերջի հատվածում որ ես կետս կծրեցի սրանք իրար հավասար x-ով հավասար չեն x առանցքով ես այստեղ վերցնում եմ x-ով իրենց հավասար եմ դարձնում այս մի քանի կետերը ասում եմ որ ֆիլետ լինեն իրենք այս հենց այսենց ու եւ ես տեսնում եմ որ այս ու իմ կարած պրոֆիլի ձևով պետք է իմ այստեղի լայնը sense երկար պրոֆիլի ձևով պատտվի ես տեղ ասում եմ sweep մոդիֆիկատորն եմ կանչում այս sweep դրեցի Այստեղից ասում եմ, որ իհարկե sweep-ի դեպքում այստեղ ինքը պրոֆիլներ է առաջարկում տարբեր։ Sweep, օրինակ տեսեք, այստեղ որոնք մեզ պետք չեն, այսինքն շաբլոններ են սարքած։ Ես ասում եմ, որ այստեղից ոչ մեկը ինչ պետք չի, այս սրանով use custom section, այսինքն ես իմ ուզածն եմ, իմ ուզած պրոֆիլով եմ ուզում շարժվի, այստեղ սեղմում եմ սրա վրա, այսինքն մի հատ հատված եմ ստանում։ Ես այստեղ այս հատվածս կարող եմ մի պահ տեսնեմ ոնց է սարքել ինքը ամեն ինչ շատ ճիշտ կառուցված է այստեղ ուղղակի պրոֆիլի հակառակ ուղղությամբ մեր այստեղ մոդելի հակառակ ուղղությամբ ինքը դրվել ոնց ենք այդ կարգավորում
Գալիս ասում ենք այստեղ line pivot, այստեղ տեսնում եք, որ մի հատ այսպես հատվածում ինքը դեղինով նշում ընդգծում է այն պրոֆիլը, որտեղ ու ցույց է տալիս, թե որտեղ այդ պրոֆիլը գտնվում, որ ձևով է ինքը պատտել։ Ինքը նախնական, քանի որ մենք իրեն հնչոր հրաման չենք տվել, ինքը հասկանա, որ կենտրոնով, այս մեր գծած կենտրոնով շարժվի։ Մենք պետք է ծրագրին հասկացնենք, որ դա այս line pivot-ը այս կետերի միջոցով, թե որտեղ ինքը լինի։ Օրինակի համար այսի սեղմում ենք, գնում է ավելի ներս։ Այստեղ գալիս է կենտրոն, այստեղ դուրս է բերում։ Ես ասում եմ այստեղ էլ չէ, այստեղ է գտնվելու, բայց այսինքն ես բերեցի դեպի ներսի կողմ դիմացի հատվածով եւ այստեղ պետք է ասեմ, որ ինքը պատտվի հակառակ ուղղությամբ դառնա։ Այստեղ պետք է սեղմեմ mirror on x8 plane կամ այստեղ երկուսն էլ փորձարկենք։ Նայեք, տեսնենք, որ այստեղ չեղավ, սա էլ չեղավ, այսի միացնեմ, այսի անջատեմ։ Այս ձևը ճիշտ, մենք էսենց ենք ուզում որ պատտվենք։ Հիմա align pivot-ն անջատում եմ, ընդհանուր գույներ մի հատ դնեմ նույն գույնով, ասենց բաց մոխրագույն, այստեղ մենք տեսնենք, որ ամեն ինչ նորմալ ընթացել է արդեն։ Այստեղ ինքը ունի իհարկե smoothing բաժիններ, փայլերը դրանից էին առաջացել։ Այսպես sweep-ով կարողացանք մենք այս հատվածում sense բան ստանալ։ Այսինքն նաև մենք ուսումնասիրեցինք sweep մոդիֆիկատոր։ Եվ այստեղ գալիս ենք այս աջ կողմում տեսնենք այստեղ ոնց է կառուցված այս պահարանը։ Ես տեղից գալիս եմ, ասում եմ box, եւ այս box-ը ստեղծում եմ մի հատ պայմանական, ստեղ գալիս եմ արդեն կոնկրետ չափերով եմ ասում։ Ես այստեղ ունեմ 2100 բարձրություն, 2100 խորությունը այսի, այստեղ 600, իսկ սա 1000, այսինքն 1 մետր, այստեղ վերադառնում այս հատված, իդեպ, այստեղ ես քանի որ նայեք ամեն մեկը առանցին եմ, դե ընդհանուր ասեմ գրուպ եւ այսա տանեմ այս կողմ, ինչ եմ տանում այս հատված, ձախ կողմ, որպեսզի տեղ ազատեմ սրա համար, որտեվ 0-ն ես այստեղից եմ հաշվելու։ Այս ցանցի կենտրոնական հատվածը, այս հատվածող հատվածն է 0-ն հանդիսանում։ Եվ ես ասում եմ, որ իմ մոդելը գա այստեղ, բայց նախ եւ առաջ պետք է ասեմ, որ այս եզրը լինի այստեղ կենտրոնում։ Ես այստեղ ասում եմ, որ նախ հierarchy-ով այստեղից if at pivot only ես մագնիսով բերեմ այստեղ, ասում եմ այստեղ անջատում եմ, մագնիսներ եմ անջատում, x-ով եւ y-ով ինքը եկավ այստեղ։ Այս հատվածում նորից կառուցում եմ ոնց որ այստեղ կառուցեցի։ Քանի որ ներկառուցվող դռներ են, մենք այս խորությունից ավել դռների համար էքստրուդներ չենք տալիս։ Այստեղ ասում եմ edit poly, այսպես գալիս եմ այս հատված եւ իրեն անպայման պետք է գծեր տեղադրեմ իրեն վրան, այստեղ ասում 1, 2, ասում այսպես, ասում եմ այս հատվածում x-ը լինի 18, իսկ սա լինի 1000-ից հանում ենք այդտեղը 982, այս ստացանք, այսենց գալիս ենք, նորից երկու գիծ ենք ստեղծում, սա բարձրությամբ արդեն z-ով լինի 18, իսկ սա լինի 2100-ից հանում ենք 2082, այստեղ 2082,
Այս էլ էսպես ստացանք այս հատվածը, այստեղ կենտրոնական գիծը չմոռանամ դնեմ, մի գիծ եմ դնում այստեղ, և այստեղից նշում եմ այս երկու պոլիգոնները և 600-ից հանում ենք 18, 582, այսինքն էքստրուդ ենք ասում և այստեղ դնում ենք մինուս 582, ինչ-որ բան սխալ եմ, հա, 0-ն ավել եմ գրել, այստեղ ասում եմ մինուս 582, ասում եմ օքեյ, մի հատ Alt X ենք անում, տեսնենք ճիշտ չափով գնացել, այո, նորից այստեղ ասում ենք, որ ինքը reset լինի, այստեղ 3 մմ-ով, ասում եմ այս հատվածում ասում օքեյ, Ctrl Shift-ը սեղմած դուրս եմ բերում, ասում ենք clone to object, ոչ թե element, օքեյ, այստեղ սրա վրա այս գիծը վերցնում, չանֆեր ենք ասում 1.5, այսինքն ամեն կողմից 1.5 միլիմետր ինքը բացի այստեղ գիծ ստեղծի 1.5, ընդհանուր 3 հա, կենտրոնից աջ 1.5, ձախ 1.5, ինքը այսին երկու գծերի միջև հեռավորություն 3 լինի, այստեղ ասում open, այո, մեկից կտրում եմ, բացում ես հատվածը, գալիս եմ այս հատված և սրան հաստություն եմ տալիս, ասում եմ իրեն shell, այս shell-ը 18-ով արդեն դրել էի, ես են հին այս առաջին մոդելի վրա, որ 18 մմ դրել, պահպանել էր, այսին inner amount, ոչ թե outer amount, դեպի ներս, ինքը սարքել է հաստություն է տվել 18 մմ-ով, այս պահպանում եմ, այստեղ իրեն ասում եմ, որ մագնիսով և X-ով, միայն X առանցքով, այստեղ ձախ կլիկ ենք անում մենակ X-ի վրա և գալիս ենք այստեղից վերցնում, այստեղից վերցնում, բերում ենք այստեղ տեղադրում, հիմի տեսնենք, որ մեր գծերը երևում են, շատ ճիշտ չափերով, հիմի այստեղ ինչ ենք անում, ուրեմն, հա, այստեղ մի հատ բան ենք մոռացել անենք, դա հիմի կանենք, այստեղ սրա վրա չանֆեր մոդիֆիկատոր եմ կիրառում, այստեղ, ինչ անում չանֆերը, եզրերը հարթեցնում եմ, այստեղ ասում եմ 1 մմ, այստեղ հատված, mount-ը 1 մմ լինի, և այստեղ ասում եմ, որ segment-ը դառնա 2, այսինքն այս եզրը լինեն ոչ թե սուր, այլ սենց, քանի որ մեծ հաշվով չկա այդպիսի մոդել, որ սենց սուր եզրերով ինքը լինի, այստեղ ասենք այս հատվածն է նորից չանֆեր, նորից իհարկե այստեղ պետք է նշանակենք այստեղ smooth chamfer only, որպեսզի ես այստեղ ստվերներ չգցի և մենակ եզրերի մասով ինքը chamfer անի, այս հատվածն արեցինք, ջինը անջատում եմ ցանցը, որ մեզ չխանգարի, իդեպ այստեղ մոռացանք դնենք, սա այս մեկը 2, որպեսզի եզրերը սուր չլինեն, այսպես, ստացա այս մոդելը, հիմի ես պետք է տեսնեմ, որ ես այս միջի հատվածում, այստեղ ինչը մեզ խանգարում է, կարանք ասենք hide, selection, այս պահին պետք չի մեզ, այստեղ գալիս ենք և մոդելավորում ենք, այստեղ երկու հատ
բոլկաներ ունենք, այդտեղ գալիս եմ ու ասում եմ, որ ուրեմն այստեղ մենք սրա վրա նորից edit poly մոդիֆիկատորն ենք կիրառում, ասում ենք, որ մի հատ գիծ այստեղ այսպես դնում ենք 400, այսինքն 40 սանտիմետր բարձրությամբ, ասում եմ սենց եւ ասում եմ այս հատվածում 400 z-ով։ Եվ այս գիծս ասում եմ, որ մի գիծել ունենալու եմ դեպի վերևի հատվածում, սենց ասեմ, այսինքն մի հատ գիծել եմ ստեղծում, ասում եմ connect, ասում եմ այստեղ 418 լինի, այսպես 418 եմ ասում, այսպես երկու գիծ ստացեմ, մի հատ էլ ստեղծում եմ, ուրեմն արդեն 800, այստեղ OK եմ տալիս, ասում եմ այստեղից 800, մի հատ էլ 818 եմ ստեղծում, connect, OK, 818, այս ստեղծեցի ես, այսինքն ինչի համար եմ ես ստեղծել, ես այստեղ պետք է վերցնեմ այս պոլիգոնը, կարամ ասեմ սրան, եթե ուզում ենք մի կտորից լինի, կարանք ասենք ընդամենը bridge լինեն սրանք, ընդամենը, բայց եթե ուզում եմ ես, ասենք ես պոլկան առանցին մի հատ դետալ լինի, որ նոր ասենք, չգիտեմ, անիմացիա եք անում, օրինակ ուզում եք դուրս բերեք կամ ինչ-որ հանել դնելու առանցին կտոր լինի, հանել դնելու ասենք կարիք կա, օրինակ ես գալիս եմ ստեղից control shift եմ ասում, ասես դուրս եմ վերում, ասում եմ clone to object, ասում OK, այս իմ մոդելին վերում եմ ասում այստեղից ինքը նախ pivot-ը վերեմ կենտրոն, իր կենտրոն, այ դեպս տեղից, եթե առանցին մոդել ենք ուզում ստանանք, եկեք անք նույնիսկ ջնջենք, այս մի հատը վերցնում եմ, այս մի հատը այս պարագայում վերցնում, բերում եմ x-ով այստեղ, և այստեղից extrude եմ տալիս, և ասում իրեմ, երկու կողմից 18 հանում ենք 36, այսինքն հանում ենք, 1000-ից հանում ենք 36, լինում է 964, այստեղ ասում ենք 964 extrude լինի, այդքան միլիմետր, այսինքն ես ստացա մի հատ առանցին դետալ այդ չափով, իհարկե մենք կարայինք սա բոքսով էլ կառուցենք այս հատվածում, բերենք տեղադրենք այստեղ, բայց այստեղ գրագետ չափերով եկանք մենք հասանք այս կետին, իհարկե սա այս նույն բանը կառուցելու տարբեր մեթոդներ կան, դրա համար դուք կարաք ազատ գտնվեք և կառուցեք ձեր ձևերով, բայց իհարկե այս գործիքները կիրառեք ճիշտ նշանակումներով, չափսերով, այսպես, ուրեմն այստեղ էլ եմ գալիս տեսնում որ այստեղ ինչ-որ կախիչներ կան, այստի ձողն եմ պատրաստելու, այստեղ ասենք պայմանական, եթե վերցնում եմ 20 միլիմետր ձող պիտի ունենամ այդտեղ, այստեղ մի հատ ավտոգրիդը միացած, ձող եմ նկարում, այս ձողի ռադիուսը դա այս տրամագիծը չի շարավիղն, այսին կենտրոնից դեպի եզր, նշանակում է, եթե այստեղ 10-ա, այստեղ դրված, այստեղ կարող ենք մի հատ թեյպով տեսնեք, թե ինչի մասն է խոսքը, այստեղից այստեղ որ ձգում եմ, տեսեք 22 միլիմետր, այստեղ տեսանք, որ 11-ը, այսինքն սա 11 այս կենտրոնից եզրն է, շարավիղն է, ստե դարսնում ես 10, այս մետրը ջնջեմ այստեղից, 20 միլիմետր տրամագիծ ունենա, և
Եվ այստեղ չափսը ներսի, այսինքն երկու կողմերից եզրային հատվածների չափերը 18-36 են, երկու կողմից 18-18, հանում ենք այդքան, այսինքն 964 պետք է լինի սրա հայը։ 964, տեսնում ենք, որ այստեղ ճիշտ գրակետն նստել է։ Ուրեմն նայեք, այստեղ ես ինչպես համոզված լինեմ, թե սա իսկապես այստեղ է, այս մի քիչ այս կողմ չի կամ այս կողմ չի, այդ կենտրոնական հատվածում լինելու համար պետք է գամ, ասենք սխալվել եմ ինչ-որ միտեղ կամ չեմ նկատել, որ այ կենտրոնում է ինքը, ես այստեղ սեղմում եմ սրա վրա և Y-ով, միայն Y պոզիցիայով, ասում center, իհարկե բարձրությունը պետք է հստակ իմանանք, թե ինչքան ենք բարձրություն դնում, այսքանը դրեցինք, ընդհանուր մի հատ գույնել ենք փոխում, այսենց, ունեցանք նաև այս հատվածը, այսինքն այս ձողն էլ կառուցեցինք, հիմի վերադարձնենք մեր հայտ արած դռները, որոնք անհայտ ոլով հետ են գալիս, անհայտ ոլ, այս դռներն ենք ասում, որ նույն գույնը լինի, այսենց, այս հատվածում մի հատ նորից edit poll եմ դնում, edit poll-իով այս մեկը առանձնացնում եմ, ու այստեղ ասում եմ, որ detach լինի, այսա, ես սրանից առանձնացրեցի, ինչի, որովհետև ուզում եմ այստեղից մագնիսը միացնեմ, հայարխիով այստեղ այսպես բերեմ այստեղ դնեմ, այստեղ դրեցի, որպեսի, եթե պետք լինի այստեղ, կարողանանք պետտենք և բացենք դուրը, ասենք, սա էլ, այս հատվածն էլ, նորից effect pivot only, հիերարխիան միացրած, գալիս ենք այստեղ մագնիսի վրա, ստեղում եմ սրա վրա, և այստեղից բռնում, վերում, դնում ենք այստեղ մի վայրկյան, այսպես, նորից rotate և սա այստեղից անջատում և այս մի վայրկյան կներեք, այստեղից ճիշտ չեղավ, մի հատ ուղում ենք սխալ այստեղի, մագնիսը միացնում, վերում ենք, այստեղից վերում ենք, pivot-ը վերում ենք այստեղ, և ասում ենք rotate, այսի փոխեցինք, և ասում եմ այս դուրը բացվում է այսպես, այսպես, այս պտտեցի այսքան, այստեղ սենց զրոյացնելով, այստեղ Z-ը, ինքը պտտվել էր, այստեղ rotate-ով կարող ենք զրոյացնենք և նախնական վիճակին վերադառնանք, այստեղ էլ S եմ պտտում զրոն հետ, զրոյացնում եմ, և այս սրան էլ եմ ասում group, և սա ու սա իրեր կողք ոնց են գտնում, այստեղ մագնիսը միացնում ենք, ընտրում ենք այս եզրի կետը, բերում սրա կողքն ենք դնում, և սա եղավ պատրաստ, այսքանը շնորհակալ եմ ուշադրության համար, ստեսություն ես։